Հանել են գործընկերները հարցերը, պարոն Մանուկյան, դրա համար է ձեր հերթը առաջ եկել։ Շնորհակալություն, նախ ձեր համբերությունը թող տենց անսպառ մնա, անկեղծ ես երևի այդ նույն համբերությունը չի կարող ունենալ։ Հիմա ուզում եմ հարց տալ, տեսեք 8 տարի 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել այս իշխանությունը, բայց Գյումրիում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար մեկ նոր շենք չեն կառուցել։ Մասնավոր, այսինքն հայտնի բարերարը մի քանի շենք է կառուցել։ Պետությունը ոչ մի քայլ չի արել զարգացման 26-ից 31 թվականն էլ մի բառ աղետի գոտու մասին չկար։ Ուղղակի բացակայում էր։ Շիրակի մարզն էլ ամենաաղքատ մարզն է։ Ես ուզում եմ ձեր կարծիքը լսել դրա վերաբերյալ, այսինքն աղետի գոտու հետևանքների վերացնելու եւ 8 տարի 8 միլիարդ դոլար, շուտով 9 միլիարդ դոլար կդառնա պարտքը եւ ոչ մի նոր շենք, ոչ մի ծրագիր, ոչ մի աջակցություն։ Ձեր կարծիքը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ես շատ վատ եմ վերաբերում այդ իրողությանը։ Մենք գործընկերներս վատնում կատարելու մասին էին խոսում, կարծում եմ, որ մասշտաբային վատնում է տեղի ունեցել։ Որովհետև եթե մենք 2.5 տրիլիոն պարտք ունենք, մեր երկիրը այդքան պարտք ունի, բայց օրինակ ծայրահեղ վատ խոսեցինք սոցիալական ծառայությունների մասին, մենք մեր երկրում մատերի վրա հաշված սոցիալական ծառայություններ, կենտրոններ կարող ենք տեսնել տարեցների խնամքի մասով, հոգեկան օրինակ, մի ոլորտ եմ դիտարկում, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները ինչ պայմաններում են ծառայություններ ստանում, քանի շենքա ֆիզիկապես ավելացվել մեր երկրում, սոցիալական ծառայության ուղղությամբ, եթե մենք մեզ հայտարարում ենք սոցիալական պետություն եւ ասում ենք մենք հրաշալի սոցիալական ծառայություններ ենք առաջարկում։ Նույն Գյումրիի օրինակը բերեցիք, շատ տարբեր համայնքներում մենք ցավոք սրտի այս իրողությունների մեջ դեռ ունենք տնակներում ապրող ընտանիքներ։ Եթե օրինակ 2 միլիարդ դրամ, երբ որ մենք այստեղ անընդհատ խոսում ենք չափազանց շատ մեծ բյուջեով պարգևավճարների մասին, գործընկերներն ասում են ինչի համար եք այդպես ասում, բայց միևնույն ժամանակ եթե դիտարկում ենք, որ ընդամենը 2 միլիարդ դրամով օրինակ կարելի է սարքել շենքեր եւ շուրջ 70 ընտանիքի ապահովել բնակարանով, այս իրողությունների մեջ երբ որ մենք ունենք քաղցած, ցավոք սրտի օրինակ ունենք, որ սովամահության պայմաններում ապրող քաղաքացիներ ունենք, որ բետոնում, կիսավեր, կաթող տանիքով անմարդկային պայմաններում են ապրում, ունենալ այսքան արտաքին պարտք ու որևէ ծառայություն չկարողանալ հավուր պատշաճի կազմակերպել, այս սա մասշտաբային վատման մասին է խոսում։ Եվ երբ որ մենք խոսում ենք դպրոցաշինության մասին, շատ կարևոր է դպրոցաշինությունը։ Նույնիսկ ամոթ է, որ մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում երեխան մանկապարտեզ է գնում քանդված շենքային պայմաններում կրթություն ստանալու։ Բայց եթե մենք ասում ենք, որ այսքան արտաքին պարտքի պարագայում չի կարելի ընդամենը 30-40 ենթակառուցվածքի մասին խոսել։ Այն դեպքում, երբ որ այդ պարտքի սպասարկման միայն տոկոսներով հնարավոր է տարեկան 300 օրինակ դպրոց կառուցել։ Խոսքը սրա մասին է, բայց գործընկերները անընդհատ մանիպուլացնում են, վերցնում են մի թեմա, դարձնում շահարկման առիթ, ինչի համար, որովհետև այդ բուն խնդիրները պիտի դառնան երկրորդային, որովհետև առաջնային խնդիրները ուշադրությունից դուրս են մնում, հենց այդ պատրվակով նաև։ Արձագանք։ Շատ ճիշտ է, երբ որ փաստարկված ներկայացնում եք փաստերը, ԿՓ-ական պատգամավորները փաստերի դիմաց փոխանակ պատասխանեն, մի հատ ուրիշ մի բան գտնում են, շեղում են, սկսում են դրանից խոսել ամբողջությամբ։ Բայց երբ որ առարկայական ուղիղ փաստերը կա, դրա դիմաց հակափաստարկները զրո են, ոչինչ չունեն ասելու։ Շնորհակալ եմ, արձագանքի պատասխան չունեմ, էլի, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Արայիկ Հարությունյան, պատրաստվի Հակոբ Սիմիդյան։ Շնորհակալություն։ Տիկին Յոլյան, երբ որ այստեղ ատելության խոսքից էիք խոսում,
Ես հակամայից ձեր որոշ գրառումներ հիշեցի։ Ես ձեզ իմիջիալոց շատ վաղուց եմ